Ծափաթաղ գյուղում սպանված Տիգրան Հովհաննեսովի քույր եղբայրները ամանորը հովում են նշել։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Հայ օգնության ֆոնդի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։ Տիգրանի քրոջ և 3 եղբայրների հոգեբանական վիճակը քիչ-քիչ կայունանում է, նրանց ագրեսիան քչացել է։ Շփոթ, քաոս վիճակն անցել է, հասկանում են հրահանգները, կարողանում են կոգնիտիվ մակարդակում ճիշտ դրսևորել իրենց, ավելի քիչ են հարձակվում մյուս երեխաների վրա, խաղաղ են, հանգիստ են, համեմատաբար լավ են։ Խոցելի է մնում այն երեխայի վիճակը, որը ականատես է եղել, թե ինչպես է հայրը խեղդամահ անում Տիգրանին, ասել է Անտոնյանը։ Հարցին, թե մոր կամ ընտանիքի մյուս անդամների կողմից հետաքրքրվածություն կա երեխաների հանդեպ, այցելում են, Անտոնյանը նշել է, որ ոչ հաճախ, բայց մայրը այցելում է։ Այս ընթացքում ընտանիքի մյուս անդամներից ոչ մեկը երեխաներին չի այցելել, նշված էր հայտարարության մեջ։ Շաբաթներ առաջ Ծափաթաղում տեղի ունեցած 3-ամյա Տիգրանի սպանությունը, դրա մանրամասները սարսափահար են արել հանրությանը։ Հենց Տիգրանի հուղարկավորության օրը նրա մայրը Փառանձեն Վաթյանը զրկվեց իր 5 երեխայից։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում միայնակ մնաց։ Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փառանձեմին, մինչև դուրս գա սթրեսից։ Փառանձեմի հոգեբանական վիճակը կայունանում է, ասում է՝ գնալու եմ տուն։ Երեխաներիս էլ բերելու եմ ինձ մոտ։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է Վարդենիսի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը։ Ըստ Մարինե Մնացականյանի, Վարդենիսի համայնքի սոցիալական աշխատողներն են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է նաև հոգեբանը։ Այսօր 3-րդ այցն եմ կատարել արդեն, փոփոխություն տեսնում եմ Փառանձեմի մոտ։ Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է։ Փառանձեն Վաթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն անձամբ ահազանգել է իրավապահներին որդու կորելու դեպքով, այդպես սկսվել են որոնողական աշխատանքները։ 7 օր շարունակ տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ի կեսօրին ոստիկանները երեխայի դին ճանաչելու համար իր հետևից տուն են եկել, տարել դեպքի վայր։ Կոշիկները իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր, ինքը ամբողջությամբ հողի և փոշու մեջ կորած, դեմքին էլ վնասվածքներ կային։ Այնպես չէր, որ անճանաչելի էր, ճանաչեցի։ Տիգրանի հետ է եղել նաև նրանից մի քիչ մեծ եղբայրը, որ բացարձակ չի խոսում, բայց ժեստերով է ցույց տվել կատարվածը։ Նա պատմեց, որ չեն հասկացել, թե ինչ է պատմում երեխան, հոգեբան են ներգրավել, որ հասկանա։ Մայրը չհերքեց, Տիգրանի հետ եղած որդին ձեռքը կոկորդին է դրել։ Փառանձեն Վաթյանի խոսքով այդ որդու դեմքի վրա էլ են վնասվածքներ եղել, երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել։ Փառանձեն Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել ևս, որ ամուսինը նման բան արած լինի։ Տիգրանի դին ճանաչելուց հետո պատմում է, որ ամուսնուն այլևս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան։ Ահասարսուռ դեպքի պատճառը ինքն իր մեջ էլ Փառանձեմը դեռ փորձում է գտնել, բայց որևէ պատճառ չի տեսնում։ Ամուսինս երբևէ բռնության չի ենթարկել, ոչ ինձ, ոչ երեխաներիս, հոգատար հայր էր, ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու, ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ։ ՆԳ նախարարը դեպքից հետո քննչական գաղտնիք էր հրապարակել սպանության դեպքով, թե կալանավորված տղամարդը հայտնել է սպանության դրդապատճառը, փոքրիկ Տիգրանը իր երեխան չէր։ Փառանձեմը չի հավատում նույնիսկ այդ խոստովանությանը։ Այդ երեխան մերն էր, ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուց մեջ երբեք չեն եղել։ Փառանձեմի մայրը նույնպես զարմացած է կատարվածից, չի հավատում, որ փեսան ընդունակ է նման բանի։ Իմ 12 տարվա փեսան է, նման բան չեմ սպասել իրենից, որևէ վատ բան էլ չեմ տեսել։ Փառանձեմը դժվարանում է նաև հավատալ, թե Տիգրանի դին տեղից տեղ է տեղափոխել ամուսինը, որը մասնակցում էր փրկարարների որոնողական աշխատանքներին։ Այս ընթացքում հովի աշխատակիցների հետ իր մեծ աղջիկն է այցելել Փառանձեմին։ Երեխաների մորաքույրն է մի անգամ երեխաներին տեսակցության գնացել։ Փառանձեմի 4 երեխաներից 2-ն արդեն հաճախում են դպրոց։ Արամ Այսի հետ լոգոպեդը աշխատում է։
իսկ երեխաները կվերադարձվեն Փարանձեմին, խնամակալության և հոգաբարձության մարմինը դեռ հստակ որոշում չունի։ Փարանձեմի հետ աշխատող հոգեբանն էլ արձանագրել է, որ այս փուլում երեխաներին Փարանձեմին վերադարձը անհնար է։ Փարանձեմը ինքը հոգեբանի շարունակական աշխատանքների կարիք ունի։ Մենք դեռ պետք է հասկանանք, թե երեխաների շահերի տեսակետից ինչքանով նպաստավոր կլինի երեխաների վերամիավորումը մոր հետ։ Եթե պարզվի, որ այս մայրիկը իմացել է հոր վարքի մասին ու լռել է, սա շատ լուրջ հիմք է, որ երեխաներն այլևս չվերադառնան մայրիկի մոտ։ Մեծ հետ զրույցում ասել էր Հով երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։ Իդեպ, Փարանձենվացյանը Թուֆենկյան հիմնադրամի սեզոնային աշխատակից է։ Ծափաթաղում տնտեսություն ունի, կովեր, հավեր, նապաստակներ և մեղվա ընտանիք, ինքնաբավ, իրենց աշխատանքով ապրող ընտանիք, վստահեցնում է Վարդենիս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինա Մնացականյանը։ Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ.Օ.-ի մարմինը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշտամիջյան հատվածում։ Star News-ը ցավակցում է Տիգրանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է արել Գեղարքունիքի դեպքի վերաբերյալ։ Կարծում եմ, բազմակողմանի քննությունը խիստ անհրաժեշտ է ու միանշանակ ու հուզական որոշում կայացնելը սխալ է։ Նոր կարդացի, որ մարզպետը նիստ է անում խնամակալության և ծնողական իրավունքից զրկելու մասով։ Շատ լավ, հասանք էնտեղ, որ երեխա է սպանվում ու մեկ էլ հոп, բոլոր մարզերում կան նման անբարենպաստ ընտանիքներ ու սա, վստահ եմ, վերջին դեպքը չի ու ստեղ վազեվազ որոշումներ կայացնելով չի լինի։ Օրեր առաջ երեխայի հորաքույրը պատմում էր, որ 5-ամյա խոսք չունեցող եղբայրը, որը ականատեսն է զարհուրելի դեպքի, հարցին ի պատասխան ցույց է տալիս կոկորդը։ Հենց նույն օրը մարզպետը ինտերվյու է տալիս ու հայտնում, որ կառավարության նիստից է գալիս ու նիստից հետո իրենք էդ վարկածը քննարկել են ու չեն կարծում, որ նման բան եղած լինի։ Քննարկել եք ու հետո։ Դեպքի առաջին օրվանից ընտանիքի հետ պարտավոր էին աշխատել հոգեբաններ, արդյոք աշխատել են թե ոչ, իսկ ինչու։ Այսօր այդ նիստ կոչվածին պարտավոր էր լինել օրեր շարունակ ընտանիքի հետ աշխատած բազմամասնագիտական խմբի եզրակացությունը։ Կա թե ոչ։ Չեմ բացառում, որ հայրը նման վայրագություն արած լինի, բայց այ մարդ, ձեր գյուղում որ կար նման անբարենպաստ ընտանիք, ինչու ոչինչ չէր արվում, որն էլ արժանացավ մի անմեղի կյանք։ Հիմա ինչ եք անում, հիմա էլի չուսումնասիրված ենթադրություններով զրկում եք, բա հետո։ Ինչ է լինելու երեխայից զրկված մոր հետ, աշխատանք տարվելու է նրա հետ, թե շոուն կավարտվի ու ամեն մեկը իր դարդերով, նշված էր գրության մեջ։